Շնորհակալություն, քննարկում ենք շատ կարևոր օրենքի նախագիծ, որը մեկ այլ շատ կարևոր նախագծի լրացում է, որի շնորհիվ մենք պարոն Պապիկյանի հետ այս դեկտեմբերին էինք դիրքերում, հանդիպեցինք, զրուցեցինք բազմաթիվ զինվորականների հետ, եւ ես պիտի ասեմ, որ անկեղծորեն տպավորված էի, տեսեք, խոսում եք անհավասարությունից, ով էր Գեղամ Մանուկյան, մյուսները, այսօր ատեստավորումից 4 ստացած, այսինքն միջին գնահատական ստացած, ոչ շատ բարձր գնահատական, ոչ ցածր, այլ միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է, շփվել եմ հետներ, իրենցից եմ իմացել, հարկված 620,000 դրամ աշխատավարձ։ Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը։ Պատգամավորինը 600, նայած կենսաթոշակային պահում կա թե չկա, 600, 610, 590, նայած ում մասին է խոսքը։ Հա, այդքան է, պարոն Մինասյան։ Դրան գումարած, մեր ֆրակցիայի։ Մինասյանը բացակայում է նիստերից, դրա համար քիչ է ստանում, չգիտի։ Դրան գումարած, պարոն Մինասյան։ Այ որ բոլոր նիստերին գաք շատ կլինի։ Խնդրեմ։ Հա։ Դրան գումարած, պարոն Մինասյան, հատկապես մասնավորապես մեր ֆրակցիայի պատգամավորները, ձեր ֆրակցիայի ղեկավարի նման տուն չունեն եւ ինձ թվում է երբեք չեն էլ ունենա։ Փոխարենը շատ մեծ կապ ունի։ Փոխարենը 3 եւ առաջին օրը ձեր բազմաթիվ հորդորներից հետո պաշտպանության նախարարը դրեց մեր պետության դղյակների տեսանկարահանումները, պաշտպանական ամրությունների, են որ ասում եք, ուրա պետական պարտքը որտեղից է աճել, հələ Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը հələ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվե, դրա համար կներեք հələ որ պետական պարտքով ենք արել այդ բոլոր մեր պետական, մեր բոլորի, մեր զինվորականների, հայրենիքի պաշտպանների, դղյակների կառուցումը։ Ոչինչ, պարոն Եղանյան, կփակեն այդ պարտքը, ոչինչ, իրանցից կվերցնենք, կփակենք այդ պարտքը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։